ասում են, որ Հայաստանը կվերածվի գուբերնիա։ Եկեք նայենք, թե ով է Հայաստանը վերածում գուբերնիայի։ 2018 թվականին Ռուսաստանի դերը Հայաստանի առևտրային շրջանառությունում եղել է ընդամենը 27%։ Վերջի 7 տարիների ընթացքում ռուսական դերը Հայաստանի առևտրաշրջանառության մեջ 27%-ից հասել է 60%-ի։ Որպեսզի հասկանանք ինչ նշանակություն այդ տոկոսը ունի, մենք կարող ենք համեմատել Ռուսաստանի ամենահեռավոր օրինակ գուբերնիաներից մեկի հետ։ Վլադիվոստոկի մարզը Ռուսաստանի հետ առևտրի մեջ իր շրջանառության ընդամենը 30%-ն է անում։ 7 տարվա ընթացքում այն ֆեյք տպավորությունը, որ մեր հասարակությանը հրամցրել են, որ մենք գնում ենք ինքնիշխանության, մենք գնում ենք անկախության ռուսական ազդեցությունից, չի արվել։ Հակառակ, ռուսական դերը Հայաստանի տնտեսության մեջ ավելացել է։ Եթե մեր երկիրը ուզում է իրական ինքնիշխանություն, մենք պետք է զարգացնենք նոր շուկաների ելքը։ Դիվերսիֆիկացիան տնտեսության շատ կարևոր է, քանի որ մենք գիտենք, որ երբեմն Լարսի խնդիր է լինում, երբեմն տարածաշրջանային կոնֆլիկտներ են լինում, եւ Հայաստանը պետք է ունենա ուրիշ տնտեսական գործընկեր, բայց այդտեղ ոչ թե մենք պետք է մուտք գործենք քաղաքական աջենդայով, այլ պետք է մուտք գործենք տնտեսական կոնկրետ աջենդայով, առանց հակադրությունների։ Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ ստեղծում են նոր ուժ, նոր գաղափարներով, որի նպատակն է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին պատասխանել նոր ձևով, մեր ձևով։